Երևանի Սեբաստիա 28 շենքի բնակիչներն ապրում են մշտական վախի պայմաններում։ Պատճառը նրանց վաղեմի հարևանուհին է։ Արդեն 45 տարի այդ շենքում բնակվում է հոգեկան խնդիրներ ունեցող Վարդուկը։ Հարևանների վկայությամբ վերջին 1 տարվա ընթացքում նրա վարքագիծը բավական ագրեսիվ է դարձել։ Ես վախում եմ մեկ երեխին գնաց կտա։ Մի ինձ կանի հետո տերեն մի օր խփի իրանք սպան։ Հոգեբույժները ասում են, որ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդը այնքանով է վտանգավոր ու անկանխատեսելի, որքան առողջ մարդը։ Եթե իր մոտ սրացման նշաններ լինեն վարքը անադեկվատ դառնա, կարող են իրենք ահազանգել շտապ օգնություն։ Վարդուկը լուսամուտից իրեր է շպրտում, գողանում է հարևաններից, բոլորին հայհոյում է եւ իր բնական կարիքները հոգում շենքի ցանկացած անկյունում։ Բակի մեջ տկլոր կանգնում է այդ կա փոքր երեխա կա, մեծ կա, փոքր կա, լրիվ տկլոր հանվում կանգնում հայացը ինչ բաներ ա խոսում, ինչեր անում, նույնիսկ աննկարագրելի է։ Ըստ հոգեբուժական ծառայության մասին օրենքի, հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները, ինչպես մյուս բոլոր մարդիկ, ունեն իրավունքներ, պարտականություններ եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել նրանց իրավունքները, քանի դեռ վտանգ չեն ներկայացնում իրենց կամ հասարակության համար։